Ուրեմն նախքին փորձեմ համեմատականներ անցկացնել գործող քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների հետ, որ ավելի պատկերավոր լինի, հասկանանք փոփոխությունները ինչին է վերաբերում, այդպես ավելի հեշտ է կարծում ասելը, հետագայում նաև կիրառել։ Դատական երաշխիքների տեսակները մենք այսօր անդրադառնալու ենք ընդհանուր 5 երաշխիքներ են դատական, 3-ին կանդրադառնանք խափամիջոցների կիրառման դատական երաշխիքներ, ապացուցողական գործողությունների կատարման, ցուցմունքների դատական դեպոնացման, սեփականության իրավունքի սահմանափակման եւ միջդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքներ։ Այս վերջի երկուսը սեփականության իրավունքի հետ կապված գույքի վրա կալան դնել, հանել դրա հետ կապված փոխհարաբերություններն են, որ ընդհանուր ասեմ ինչ։ Հետո նոր կանցնենք ավելի դետալային այն առաջի 3-ին։ Դատական ակտերի իրավաչափությունը դա 290 հոդվածի հետ կապված միջդատական վարույթում քրեական հետապնդման մարմինների կայացած այդ որոշումների իրավաչափության դատական ստուգումն է։ Ուրեմն առաջինը խափամիջոցների հետ կապված երաշխիքներն են դատական։ Մենք գիտենք, որ խափամիջոցների տեսակները գործող համեմատ գործող օրենսդրության օրենսգրքը որոշակիորեն ավելի ցանկը լրացվել է, այնտեղ նաև բովանդակային առումով փոփոխություններ ունենք, հստակեցումներ ունենք, 8 խափամիջոց է նախատեսված, կալանք եւ ընդ որում դասակարգումը արդեն ավելի հստակ է, այն ժամանակ մենակ գրավն էին դիտարկում, չէ՞, կալանքի այլընտրանքային, հիմա կալանքից զատ մյուս բոլոր խափամիջոցները այլընտրանքային խափամիջոցի տեսակներ են։ Ուրեմն ավանդականը գրավը մնացել է, երաշխավորությունը մնացել է, ընդ որում այս երաշխավորությունը այնտեղ գիտեք, կար երկու անձի երաշխավորություն, չէ, կազմակերպության երաշխավորություն համակարգվել է, հիմա այս երաշխավորության ավանդակը, զինվորական հսկողություն, զորամասի հրամանատարի հսկողությանը հանձնելը հիմա անվանափոխել են, դարձել է զինվորական հսկողություն, կարգավորումները որոշակիորեն ավելի հստակեցվել է, դաստիարակչական հսկողություն, այս էլ անչափահասի դաստիարակության հանձնելու հետ կապված այդ խափամիջոցն է, անվանափոխություն զուտ։ Տեսեք, չհեռանալու մասին ստորագրությունը դարձել է բացակայելու արգելք։ Շակերտները բացվում է, որը եթե հանձնարարով փորձում ես պետական սահմանը հատել, վարույթ իրականացնող մարմինը համապատասխան տվյալներ ունի, այս խափամիջոցի կիրառմամբ ուրեմն մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարողանում է երաշխավորել։ Այ առավել դետալային կանդրադառնանք ուրեմն կալանքի, տնային կալանքի, մենք էլ վարչական հսկողությանը, որտեղ թեման գլխավորապես վերաբերում է սրանց, բայց ընդհանուր երաշխիքների մասին խոսելուց չեն կարող չանդրադառնանք, չէ, հիմնական կարգավորումներ են, խափամիջոցը ոնց է կիրառում դրա պայմաններին, այսինքն մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Ուրեմն հետևյալ խափամիջոցների վերաբերյալ դատական վերահսկողությանը ենթարկա հետևյալ խափամիջոցները ու դրանց ուրեմն կիրառման իրավաչափությունը ստուգման ենթարկա վարչական հսկողություն, տնային կալանք եւ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Ընդ որում այս 3 խափամիջոցներից երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը վերաբերել է միայն տնային կալանքին եւ կալանքին։ Այդ վարչական հսկողության դեպքում այնտեղ երկարացնելու անհրաժեշտություն չկա, կիրառվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացվել կամ փոփոխվել այն խափամիջոցը։ Մոռացա ասել, որ նոր գործող օրենսգիրքը նաև հնարավորություն է տալիս այլընտրանքային խափամիջոցների համակցված կիրառություն։ Մենք հիմա ունենք գրավի եւ չէ, զորագրության հետ կապված, բայց հնարավորությունը ավելի մեծ է, որ մի քանի խափամիջոց, ընդհանուր սահմանափակումը չկա, երկուսը թե ավել է, համակցված կիրառում։ Ու այդ ամեն ինչով փորձում ենք անազատության հետ կապված խափամիջոցների կիրառության դեպքերը սահմանափակել։ Իսկ այս պաշտոնավարական կասեցում դատական վերահսկողության առարկա չէ։ Հա, տես մոռացա այդ էլ։ Պաշտոնավարության կասեցում առանձին խափամիջոց է դառել, մինչև դատավարական հարկադրանքի միջոց է։ Բայց դատարանը չի կիրառում այս։ Դատարան պաշտոնավորման կախ չէ, քննիչն է, դատախազի հսկողության համաձայնության։
եմ նա ավելի նայեմ, այսի որ թեմայից բաներ դդ կամ մանրամասն չեմ իհարկե։ Պաշտոնական կասեցումը։ Ընդ որում այդտեղ ասում է եւ հանրային ծառայություն եւ աշխատանքային պայմանագրով, այսինքն մասնավոր ոլորտել են մտել, որ եթե գտնում ես որ այս մարդը աշխատելով ոչ պատշաճ վարկագիծ կդրսևորի, իր նկատմամբ էլ է կիրառելի։ Գրացա ոնց որ դատախազինը պետք չի։ Քննիկ։ Լավ։ Առանձին ուրեմն քննարկման առարկայադառնալու նաև կալանքը վերացնելու եւ կալանքի փոխարեն այլընտրանքային խափամիջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, այս այն միջնորդությունն է, որ արդեն խափամիջոցը կիրառված է ու այս միջնորդությունը ներկայացնում պաշտպանական կողմ, որ վերացրեք կամ փոփոխեք այլընտրանքային խափամիջոցներով։ Բուն ստորագրությունը օրինակ չեն կարող բողոքարկել։ Չէ, չկա դատական կարգով բողոքարկման ենթակա չի։ Հիմա ոնց որոշվում։ Դատականով միայն այս 3-ն է, այս 3 իրավիճակներն է։ Հիմա ոնց է ձեր որոշումը, պարոն Վարդան, ստորագրությունը։ Ես այսպես մի քանի որոշում էլ ունեմ, ես գտնում եմ բողոքարկման ենթակա չի ընդհանուր առմամբ, բայց այն համաձայնությունը, որ տրվում է, չէ, վարույթ իրականացնող մարմինը խափամիջոց կիրառված լինելու պարագայում իրավունք ունի համաձայնություն տալ այդ անձը օրինակ լքի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Նախադեպ ունենք, որ ասում է հետագայում բողոքարկելու հնարավորություն եթե չկա կամ էականորեն անձի իրավունքները սահմանափակում է, չէ, այդ նախադեպով ես մի հատ որոշում էի կայացել, օրինակ կենսական կարևորագույն հարցը դիմում է վարույթ իրականացնող մարմին, ասում է պետք է ծանր հիվանդություն ունեմ, պետք է մեկնեմ արտերկիր, ասենք վիրահատության կամ բուժման, կամ հերթական հետազոտման, հիմա քննիչը չի թույլատրում, հիմա բողոքարկում է դատախազին, դատախազն էլ չի թույլատրում, հիմա էսի քննիչի գործողությունն է վիճակում եւ ոչ թե որոշումը։ Որոշումն է վիճակում։ Ինքը դե որոշման պայմաններից մեկն էլ դա է, որ ասում է խափամիջոցը առանց քննիչի համաձայնության իրավունք չունես, իրավունք չունես լքես։ Որոշումն է վիճակում, այդ քննիչի գործողությունը, որ իրան մերժել է, որ մեկնի։ Դե հիմա գործ ես էլ կասեմ քննիչի անգործությունն է, որ համաձայնություն չի տալիս, բայց այդ պայմանն էլ որոշման պայմաններից մեկն է, չէ, որ ասում կիրառվում է հենց այդ նպատակով, որ ասում է չմեկնես, չփոխես բնակության վայրը առանց քննիչի գիտության։ Հիմա այս առանց քննիչի գիտությանն էլ չգիտեմ, բովանդակային առումով վերաբերելի է, այնպես չի, որ առանձին է։ Չէ, ընդհանուր առումով սենց չես կարա տարանջատես, էլի, որ որոշումը չի միգուցե, բայց ես այդպիսի որոշում ու իշխան գիտեմ վճռապեկն էլ է նախադեպային որոշում չեն հրապարակել, ինչ որ կայացրել է դրա հետ կապված կարծես թե ունի, հա, ստորագրության հետ կապված, բայց ընդհանուր առմամբ դե ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը, հիմնական իրավունքը, բայց դա նախնդիրը, որ քրդատորը հստակ նշված չի, բողոքարկվող որոշումներից մեկը չի, բայց այս համաձայնության մասով մի քանի որոշումներ արդեն ունենք, եթե անհիմն չպատճառաբանված կերպով մերժում է, ասում ենք, որ գնա դատական կարգով այդ իրավունքը փորձի վերականգնել։ Պարոն Վարդան, վերակնիչ դատավորես, բայց չում կար, չես պրոսենկավոր, որ քննարկել է ինչ-որ։ Ինչ կար։ Վերակնիչում էլի դատավորես կար, որ ստորագրությունը քննարկել է, որ վերակնիչը չի նշանակում, բոլորը նույն կերպ են մտածում, ոնց որ առաջին այցանում, չէ, նույն հարցի շուրջ կարա տարբեր դիրքորոշումներ լինի։ Մեր մոտ մի քիչ դատավորների քանակը քիչ է, բայց միևնույնն է, ամեն մեկը մի ձև կարողանում է իրավորել։ Նորմալ է, այս կարող է իրարամերժել լինեն, բայց հենց այդ իրարամերժի հիման վրա է վճռաբեկը նախադեպային որոշում, դիրքորոշում հայտնել, որոշում տալիս։ Այդպես գործ կարելի է, պարոն Վարդան, իմը վերակնիչը մերժեց, ստորագրության հետ կապված, առաջացանը մերժել է, վերակնիչը մերժեց,
Որ բողոքարկման ենթակա չի։ Հա։ Ահա։ Ու այդ բանի զուգահեռ պարոն Ազարյանի մոտ քննվում էր բանը։ Էլի նույն բնույթի բան, որ ինքը ընդունեց վարույթ եւ քննարկեց։ Այս ոնց որ ծանոթ եմ այդ որոշումը։ Նա վեցի ճորապետ բողոքերի խնդրեցի տվեց Ազարյանը դրեցի տակը, որ իբր դակասական բան կա, էլի մասնական որոշում։ Չընդունեցի։ Բարը չընդունեց Ազարյանի մոտ ուսան էր ասած։ Մարականը պետք է ստեղել այդ։ Հա, վեցի բողոքը կոպի-պեյստ արեց դրի, բնական կոպի վերջում։ Ես ծանոթ եմ լավ էլ որոշում էր գրելու, այդ վերլուծությունը շատ լավ էր Ազարյանին, էլի, բայց դե հիմա Հիմա պետք է դիրքորոշում հայտնի, դեպքում 10 օր առաջ հարցրեցի, դա բան չէր արել, հրապարակում չկար։ Վճարաբեկը չէր բան արել։ Միասնական դիրքորոշում դիճոք ենք էլի արժի բողոքարկել չկալու։ Դատամին ամրով ծանրաբերն ենք դրամատ է չծանրաբերն։ Այս նոր բանով, նոր օրենսգրքով, այսօր մենք չենք անդրադառնալու այդ թեմային, դեղ տալիս է հիմնական գործողությունները կան որոշումները, որոնք պետք է կարող են բողոքարկվել, հստակ թվարկում է ու մի հատ էլի այդ նախադեպի հետ կապված տալիս է, որ բացառիկ դեպքերում, որ կարող ես նաև այդ ցանկից շեղվել, բնականաբար բավարար ինքնավորումներ ներկայացնելու պարագայում։ Բացառիկն էլ է գնահատողական, օրինակ մեր գործերով վերում էին, ասում են, ես 10 տարի Գերմանիայում եմ ստուգվել, այս թղթերը բան, հիմա ուզում եմ մտամ Գերմանիա ստուգվել։ Մենք էլ ասում ենք չես կարող ինքնավորես պատճառ, որ Հայաստանի Հանրապետության բժշկի օգնությունը չես ցուցաբերի, բայց որ հայրը գալիս է քեզ բժշկի գնալու ընտրություն կա դրսում տեստեր, միանշանակ դրսում ես չէ գնալու։ Բողոքարկը ենթակա չի, ունակ իրար չկենում ենք դատարանում, իրեք քաղաքացիները ինքը հստակ կուսափող էր, դաժե եկել են տեսողում էր, եկել անձնային հետ կապված խնդիրները դրա համար եկել, հետախուզման մեջ են անցնում։ Ուղարկեցին դատարան, այդ ստորագրություն չհեռանալու մասին, դատարանը մի շորցի, որ ինքը ուսման հետ կապված խնդիրներ կա, Լոնդոնում դրսում պիտի գնա, դատարանը վերացրեց։ Ասեմ դու ստորագրություն չհեռանալու ապահովությունը վերացրեց։ Չէ, դատարան արդեն Փախավ։ Ինչ։ Փախավ է տանձը։ Դե հիմա այդ արդեն չեմ դուս եկա չեմ իմանում, բայց այդ խնդիրը որ ստորագրություն չհեռանալու ապահովությունը վերացրել, մենք կարող բողոքարկել, թե չեմ կարող բողոքարկել։ Դատարան չես կարող։ Վերջնական դատական ակտի համատեքստում կա։ Ակնհայտ է ինքը հետախուզման մեջ գտնվող անձը, զուտ հաստատված եկել էր ինքը, որ փաստաթուղթը պասպորտը հանեց, ասա դե գործերը թողը գնա, դա հետաձգված բողոքարկման ենթակա ակտ է։ Հետաձգված բողոքարկման ենթակա ակտ է։ Այսինքն պետք է վերջնական որոշումը լինի, դրա համատեքստում նաև խափամիջոցի հիմնավորվածության հարցին անդրադառնաս։ Դատավորի վրա պետք է ծաղկապատական գրել։ Չէ, նորմալ է դա, հիմա նորմալ է, ունենք լավ պրակտիկա ունենք, ոչ միայն կարգապահական գործ հարուցելու հետ կա, խրախուսվում, խափամիջոցների կիրառման դատական երաշխիքներին անդրադառնանք, առաջինը քննիչի միջնորդության առկայությունն է, հենց միջնորդություն պետք է լինի, որ մնացած իրավաբանական փաստն է ըստ էության այս հարաբերությունների, որի հիման վրա առաջին ակցիանի դատարանը կայացնում է որոշում վարույթ հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու մասին։ Այսինքն այս հիմիկվա գործող կարգավորման համաձայն առանձին որոշում են կայացնելու, վարույթ ընդունելու կամ մերժելու վերաբերյալ։ Կանդրադառնանք ինքերին, թե որ պարագայում է, որ մերժում է, որ դեպքում է, որ ընդունելու որոշում է կայացնում։ Միջնորդությունը պետք է բովանդակի քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ռեկվիզիտները։ Մեծ մասը այս հիմիկվա գործող կարգավորումներով էլ է նույնը, օրինակ դատարանի անվանում, քննիչի անուն, ազգանուն, պաշտոն, այն բոլորը, որ հիմա էլ է կիրառվում, ուրեմն միջնորդության հիմնավորում, միջնորդությանը կցվող նյութերի ցանկի թվարկում, այս ամեն ինչի համար եմ թվարկում, այնտեղ վարույթ ընդունելը մերժելու հիմք կա, որ այս պահանջները պահպանված չի, էլի, դրա համար ընդհանուր առմամբ զուգի տանելու խնդիր չկա այս պայմանները, որ ուզենաս միջնորդություն գրես, չես կարող դրան ուղղակի չանդրադառնաս, տարական բան։ Առանձին ցանկանայի նշել, թե այդ միջնորդությանը կից ինչ փաստաթղթեր են դատարան ներկայացվում։ Ուրեմն նախ վարույթ նախաձեռնելու մասին
արձանագրության պատճենն է, դա գիտեք, այդ հարուցման ինստիտուտը քրեական գործ հարուցելու հիմա փոխարինվել է վարույթ նախաձեռնելու ինստիտուտով, այսինքն մեր հիմիկվա գործող կարգավորման համաձայն այդ գործ հարուցելու մասին որոշման այս ժամանակակից բանն է, ինտերպրետացիան է։ Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը սա էլ որպես մեղադրյալ ներգրավելու, մեղադրանք առաջադրելու այդ որոշումն է։ Միջնորդության հիմնավորությունը հաստատող նյութեր դա կարող են լինել ապացույցներ, ցուցմունքներ եւ այլն, այսինքն սա է։ Հեսա կասեմ, ազատությունից զրկելու հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններ, եթե անձը ձերբակալված է, այսինքն եթե ձերբակալված է բնականաբար։ Հիմա այս ամեն ինչը օրենսդիրը պահանջում է, որ երկու օրինակից լինի, հենց այդ նպատակով, այսինքն որ նիստի ներկայացած պաշտպանական կողմը լինում է, չէ, ժամանակ տրամադրեք ծանոթանանք, դատարան, ով պետք է քսերով պատճենը հանի, ով պետք է դա դատարանին պետք է տրամադրի, որ ավելի շատ է ձեր ձգում ժամկետը, եթե այսինքն միջնորդություն ներկայացնել արդեն իսկ պաշտպանական կողմերում չի հետաձգի, իսկ ավելի հավանական է։ Դա այնտեղ հայեցողական էր ոնց որ քնիչ իր գործ առաջ գցելու համար էր այդպես անում, օրենսդրորեն բան չէր, ամրագրված չէր, որ դու ժամանակպես կարգավորում եք, ես համաձայն եմ, նախապես ամեն ինչի նախապես տրամադրելը ժամանակ է շահ, երկրորդ կարծիք չկա։ Բայց միգուցե նաև որ ֆիքսվի դատարանն էլ ինքը հավաստիանա, որ նյութերը ողջ ծավալով տրվել են, հիմա լինում է այնտեղ տարբերություն էլ է լինում, մի էջը կա, մի էջը չկա, գալիս են դատական նիստի ժամանակ կինո է դառնում, չէ՞, այս մեկը ոնց որ թե լավ չի տպված, չգիտեմ, այս մասը չի երևում, այսինքն այնպես են արել, որ միգուցե մի քիչ ավելի երկար նիստը տևի, բայց սկսելուց արդեն գնա եւ շարունակվի ավարտվի առանց անհագի։ Դիսկով անքերը նորմալ է, չէ՞։ Նույն բանն է։ Էլեկտրոնային Համակարգիչ տրամադրելու պարտականություն չկա այնտեղս քննիչի դատավորի վրա դրված, բայց բոլոր դեպքերում երևի պետքա ստուգվի որ Ես գիտեմ չէ, ես ունեմ հետ ուղարկեց պարուչ չան մոտել դնուց բայց այդ դիսկերով չի լինում ծանոթանալ, նա դիսկեր գիտեք, չէ, սովոր են թղթային Այդ օրինակ այդ չափած բարով արդեն, մի հատ այդ սայտում օրինակ կա, մեր մի բարի ժամանակներում բոլորը համատեղ էին, մեր Հովակյան Գորգիա գծերի քննիչեր, Գևորգյան Գևորգին ժամկետ երկարացնելու միջնորդություն բերում մի օրինակ, նեղակ ոնց է, ռեստորանում էիր, մի օրինակ տալիս է քննիչի, մի օրինակը բաղամերի ես։ Ասում ես մի օրինակ բերել, օգտինգ մի կոդեր 2020-ի բան, ասում օրենքը չի պահանջում, պարոն Գևորգյան Գորգիա ես երկու օրինակ բերել, ասես լավ օգտինգ Գորգիա ես, ասեմ, մի երկու ամիս չրանց մի գործով ժամկետ էր տածել շել։ Զանգել է կողմից ստացել։ Իրեք օրինակ բերում եմ աղբեր, իրեք օրինակ գալիս։ Մենք անունային չեմ տա դատախազ ունենք, որ միջնորդություն կա, նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն էր տպում տանում էր, համակարգչով երկու օրինակ պատճեն չէր էլի, ես դնում էր, սկսում էր հերթով կարդալը, մինչև այն ժամանակ դե առանձին որոշման տեսքով չէր նախաքննության ժամկետը, վերևը ուղղակի հաստատում եմ, չէ՞, դնում էր սկսում էր շատ կասկածամիտ էր, էլի, ասենք նույն համակարգչով նույն ֆայլը, ասենք երկու օրինակ տվել ես վրահանգը, պատճենան Աջանա չէ, տպել է, նորմալ, այդպես է բնօրինակ է կարճ, ասած, սովորություն ենք դարձել, ասում ենք մի տանջվել, Xerox ենք անում, ասում ենք գոնե Xerox-ը քեզ մի տանջի։ Բայց մարան Xerox-ը լավ, նյութը կարող է չհասցնենք, այդ տեղավորենք, չեմ կարծում, որ ինքը շատ է, բայց միգուցե այս քննարկումներն էլ են արդյունավետ, դա Ուրեմն որոշում համապատասխան վարույթ հարուցելու, վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվում է, այս ժամկետների հետ կապված հարց է, միջնորդությունը ստանալուց հետո անհապաղ, օրինակ, որպես օրինակ անազատության հետ կապված չէ, միջնորդությունը մարդը միգուցե նաև ձերբակալված անազատության մեջ է, բնականաբար օրենսդրորեն ամրագրվել է, որ անհապաղ պետք է քննարկվի, բայց ասում է ոչ ուշ կան 1 ժամվա ընթացքում սկսելը Այդ որոշում կայացնել ավելի ճիշտ էլի։ Վարույթ ընդունելու որոշում կայացնելը։ Իսկ ասում է կիրառված խաբամիջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ստանալիս հաջորդ օրը սա էլ այն տրամաբանությունն է, որ նախորդ
որոշմամբ արդեն չէ, այնտեղ ասում է 5 օր առաջ պետք է ներկայացվի, այսինքն որոշում կա մարդու անազատության մեջ պահելու, հետևաբար որովհետեւ խնդիր չկա, որ հաջորդ օրը այդ որոշումը դու կայացնես։ Ձերբակալվածի դատարան բերվելը դարձյալ էլի քննիչի պարտականությունն է, ներկայացվում է միջնորդության հետ միաժամանակ։ Ուրեմն խափամիջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ Այս հիմիկվա է 10 օրն է, 10 օրը դարձել է 5 օր։ Չէ, 10 Սկսում է դատարանը, քննիչը 10 օր առաջ ներկայացնում է, դատարանը 15 օր։ Վարույթի հարուցումը դատարանը մերժում է, եթե պահպանված չեն վերը հիշատակված, այս ասածն է 285-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված որևէ պայման, այդ որ ասում են ռեկվիզիտներն, հա։ Իսկ չի ընդունում վարույթը, հետ է տալիս շտկումների թերապը։ Մերժում ես, հիմա եթե մերժեցի, կարա բերի, բայց նոր փաստարկներով կամ այդ խախտումները վերացնելու պարագայում։ Բակի ձևական խախտումները հետ վարույթի համարը ոնց պետք է գրվի, ասենք որ մեջը գրած է, թե վերև առանձին գրված է։ Իշն ասած այդ պրակտիկայի հետ կապված հարցը վարույթի համար, եթե գրած է բացակայում է վարույթի համար, միջնորդության մեջ չի գրել վարույթի համար, էլի նախաքննական համար։ Այսինքն ասեմ որ նկարագրում է, այսինչ օրը հարուցվել է այսինչ թի վարույթը, դու առանձին վերև վարույթի համար։ Միջնորդության մեջ գրվի։ Միջնորդությունից հասկացվի, որ այս վարույթն անհատականացնող տվյալ։ Ասում վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։ Այս նոր որ խոսեցինք։ Հիմա ընդհանուր նիստի հետ կապված, որ դատալսումներ է իրականացվում, հետևյալ պայմանների ապահովման, այդ դատավարական սկզբունքը կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքն, այսինքն հավասար ձենքերի հավասարություն, հավասար հնարավորություններ ըստ էության։ Պարտադիր քննիչի եւ մեղադրյալի մասնակցությունը հենց այս անձանց մասնակցությունը ապահովելու է, որ այդ մրցակցությունը եւ հավասարությունը երաշխավորում, հա, որ մեկը դա մենակ մի բան ասի, մյուս առարկող չլինի, բնականաբար վերապահումով կարելի է խոսալ, չէ, մրցակցության եւ կողմերի հավասարության մասին։ Հստակ ընդգծված են մեղադրյալի բացակայության թույլատրելի դեպքեր, այսինքն երբ մեղադրյալը այդ կալանքի քննարկմանը, միջնորդության քննարկմանը չի մասնակցում, բայց թույլատրելի է, հարգելի է ըստ էության բացակայությունը եւ դատարանը կարող է շարունակել եւ այդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։ Առաջինը գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է սահմաններից դուրս։ Հիմա այս հետախուզման որոշման արկայությունն է երևի կարևոր կամ թեկուզ սեքտ համակարգով պարզվի, որ այս մարդը մեկնել է եւ վերադառնալու վերաբերյալ տվյալներ չկան, գոնե միջնորդության քննարկման օրվա համատեքստում, որովհետեւ եթե դրանից էսկոմ լինի, մի քիչ ռիսկայնությունը մնում է դատավորի վրա, դատավարական խախտումով է։ Հիմա էլ դե գործ են հարուցում, էլի շատ ուղիղ է։ Ասեք թարմ սեկտ պատասխան բերեք, որ այս մարդը դատարանի բազատան սեկտի։ Մի օրվա տարբերությունը, որտեղ կարող է այդ օրը հենց չէ, նիստը նշանակելու, իրականացնելու օրը անձը վերադարձել է։ Հիմա թե ոնց է քննիչը այդ ամեն ինչը հիմնավորելու փաստաթղթային տեսքով, կարծես թե իր պարտականությունը։ Դատարանում ինչ Ինչ? Շո սեկտեր կապված շփոթացում է, բդխ-ի օգուտ տանում։ Անդրեև շատ տեղ։ Սեկտ բազա է, ճշտը բացել է։ Դատվածությունն առանձին դատավորներ ունեն։ Հա։ Բոլորը չունեն։ Ունեն, Մարբրի ձեր կոդոմով ունեն։ Հա, ես չեմ կարող օգտվել, մինչև այդ Մարբրին բալայանը գիտեն, որ ունեն մեր օպեր գծով դատավորներ, պետք է լինում։ Խափամիջոցի ժամկետը երկարաձգելու վարույթով։ Այս են դեպքն է, որ արդեն սկզբնական կալանքը ըստ էության քննարկվել է, ինքը մասնակցել է, հիմա երկրորդն է, երկարացումն է, դետալային նշված է, մենք պրակտիկայում այսպես էլ ղեկավարվում ենք։ Այս ինչ որ գրած է, օրենսդրական մակարդակով, այդպես էլ է։ Ասում եք կամավոր եւ գրավոր հրաժարվել է դատալսումների մասնակցելու իրավունքից, այսինքն դիմում պետք է լինի, հա, ներկայացված քրեակատարական հիմնարկի վարչակազմով, պաշտպանի միջոցով կամ չգիտեմ, այլ ներկայացման տարբերակը կարևոր չի, կարևոր դրա արկայությունն է, պետք է ունենա պաշտպան,
որը պետք է պարտադիր մասնակցի դատալսում, այսինքն պաշտպանական կողմից մեկ անց գոնե պետք է այդ նիստին մասնակցի, այդ մրցակցություն, հավասարություն երաշխավորել տեսանկյունով։ Այդ երկարացման մասին։ Ու ընդ որում, հա, երկարացման մասին է։ Ընդ որում, այս ամեն ինչը կա, բայց դատարանի որոշումը նաև պահանջում։ Եթե դատարանը դու կարող ես քննել, շարունակել եւ լուծել, բայց եթե դատարանը կարևորում է մեղադրյալի մասնակցությունը, ուրեմն վերջացավ, նիստը պետք է հետաձգես մեղադրյալի մասնակցությունը միջնորդության քննարկմանը ապահովես։ Իսկ եթե պաշտպանությունը չի ուզում գա կարող։ Չես կարող անես, պետք է հետաձգես բերես մասնակցությունը։ Դե այդտեղ արդեն այդ իրավունքի չարաշահման, այդ հրաժարման ինստիտուտ կա, բայց բոլոր դեպքերում պետք է այնպես անես, որ այն մաքսիմումը սպառես էլի, լսվելու իրավունքը քո երաշխավորել եմ, այ դու չես գալիս, կամ չգիտեմ, պաշտպան ունի, չունի ձեր ասած իրավիճակը։ Հանրային պաշտպան կարող է ներգրավես, հանրային պաշտպանը գնալ տեսակցիատական վարույթով հանրային պաշտպան Դե դու պետք է անես, կամ ինչ անես։ Չէ, դիտենց է գրած, քանոր պաշտպան մասնակցություն պարտադիր է բոլոր դեպքերում։ Հիմա չես անում, հիմա էլ ենք անում, դատարանները անում են։ Եթե չի գալիս, եթե նիստի չի գալիս, հիմա կալանքի հետ կապված երկարացման հետ կապված հարցս կնա, պաշտպանի հետ կապված խնդիր, պարտադիր, ասենք կա պարտադիր մասնակցության դեպք օրինակ։ Իսկ նիստի պահով, նիստի պահով արձանագրում են, որ պաշտպան չկա, քնի չգիտում։ Բայց նորմալ չի, մարդը զրկում է այդ իրավիճակը։ Նիստի չի գալիս, չէ՞ մասնակցում, իր կալանքի հետ կապված հարցին ինքը չի գալիս, պաշտպանեն չունի, մնաց բաց այդ հարցը։ Այս որ գնաց Եվրոդատարան հաստատ խնդիր չի ունենալու։ Քննիչինը հակված չի, քննիչին ձեռք է տալիս չանից, ոչ էլ կա դատական նիստի, որովհետև հավանականությունը մեծ է, եթե կալանքի միջնորդությունը ներկայացել առարկող չկա, չէ, տոկոսային հարաբերությունը բավարարելու էապես մեծ անհետը գիտենք, ինչ այդպես ասել։ Եզակի դեպքեր կարող է լինի, որ քննիչներ դատախազնել, բայց եթե միջնորդությունը ներկայացրել, հաջորդ քայլն պետք է հասնել նրան, որ միջնորդությունը բավարարի։ Եթե չեմ սխալվում, Դավիթ Հարությունյանի գործերից տես կար, որ ինքը իրավարություն է գտնվում, պաշտպանը ստեղծում էր, այս պաշտպանը վերաքննիչում չէր գնացել, վերաքննիչը պաշտպան էր ուզում ներգրավել, որ դատական նիստը անի, կալանքի հարցեր քննարկել։ Հետո ասացին, որ չեն կարող պաշտպան ներգրավել, քանի որ Դավիթի վարույթն գործը ինքը պետք է։ Դատարանը ասես վերաքննիչ։ Սդի կալանքեր, Սովորական կալանքեր։ Այսինքն վարույթում այնքը դեռ հիմա քննիչի վարույթումը դատարանի վարույթում։ Բայց ինքը կալանքը քննեց իրավարություն։ Այս առաջին անցյալում եղել է, եթե դատարանը վարույթ խնդիր չունենք, էլի հանրային ներգրավել։ Այս նոր օրենսդրական կարգավորումը դատարանը նաև վարվող մարմինը նաև միջդատական իրավունքի հետ կապված հարց է, էլի պետք է լուծի կարծես։ Ոնց որ հերրակա վարույթման մի բան էլ է, եթե ինքը ներկա չի, գոնե պաշտպանը թողնի, էլի սենց։ Անց պետք է լինի, որ կարողանա, չէ, կամ ինքը կամ անձամբ կամ ներկայացի միջոցով կարողանա այդ լսվելու իրավունքի երաշխավորել։ Որովհետև վերաքննիչը մի քիչ ուրիշ է, բայց առաջին արձանում կատեգորիկ է գրած, որ պետք է մասնակցի։ Վերաքննիչը մի քիչ այլ է, եթե առաջինում մասնակցե դա, հնարավորությունը մեր արդեն մեծ է, որ մենք կարողանանք իր բացակայությամբ ոնց որ գրավոր ընթացակարգի նման քննարկենք լուծենք, բայց եթե ցանկություն հայտնես կամ դատարանը գտա, որ դրա անհրաժեշտության հարցեր ունես, պատասխանները չես տեսնում։ Այս դեպքում պետք է բերես դա։ Եթե անձը փաստացի ես օրինակով չի գալիս, այսինքն ինքը գիտակցում է լսվելու իրավունքի հնարավորությունը չի ցանկանում պարզ կամային ակտով հրաժարվում է արտահայտվելու իրավունքից ու իր տեսակետն իր որոշումը հայտնել իրավունքից։ Գրավորը չի ներկայացնում։ Գրավոր ոչ մի ձևով չի ներկայացնում, կա արդյունքում։ Խոսքը առաջին ատյանի մասին է։ Էլ իմաստը որն է կամ նպատակը որն է հետագայում դատարանի կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու, եթե անձը հետամուտ չի իր իրավունքի իրացմանը։ Սեփական ընդհանուր տրամաբանությունը հասկանալի է, նման ընդունելի է, բայց տեսեք, այս օրինակի հիման վրա կարող է լինել բազմաթիվ իրավունքների սահմանափակման օրինակներ, ինչ-որ պատճառով այնպես անել, որ անձը օրինակ չկա դատական նիստի։ Եթե գնում են տեսակետը, որ վատն ենք պատկերացնում,
Չէ, ասում եմ, պետք է գա դատավորի առջև կանգնի անձը, չէ, որովհետև տեսեք ինչ է, այդ չգալու պատճառը դու առանց իրան լսելու մի քիչ դժվար է հասկանալ, օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ է։ Օրինակ, քրեակատարական հիմնարկում խցակիցներից մեկը, օրինակ, ԶՊՎ-ում ասեմ, սկզբնական կալանքի մասին է, օրինակ, չի թույլատրում այդպես կարողանում ներազդել, որ դու չպետք է գնաս դատական նիստի։ Կամ օրինակ պաշտոնական ոլորտը կամ ասենք օրինակ Բերդի աշխատողը, չէ, քրեակատարական հիմնարկը, չգիտեմ, ինչ որ շարժարդով ասում է, արա զալը չկա, դու արի բան մի արա, նիստի մի գնա, էլի թող գնանք քննարկել։ Հիմա եթե դու այդ անձին չես տեսնում, չես բերում, հələ գրավոր տարբերակով էլ կարան, չէ, հուշեն, ասենց այս դիմում գրի դատարան, թող քո բացակայությամբ քննի։ Հիմա այստեղ ռիսկեր կան, էլի, որ մի դեպքում ինքը կարող է ողջամիտ ժամկետներում եւ այլն անձի իրավունքների տեսանկյունով խնդիր չառաջանա, բայց կարող է 10 դեպքում էլ առաջանա։ Որ դու չհասկանաս ու քննարկես ու լուծես, ընդ որում կարող է վնաս իր այդ դատական ակտ կայացնես։ Ուղղություններից մեկն է, ասել, գալիս էլ կողմել կանգնում է, որ իր ասածը պատի, այդ նշանակում արդյունքում դու լսում ես, հիմա դու կոմոդ որ եկավ, դու այդտեղ հնարավորություն ունես ճշտելու, հասկանալու այդ ամեն ինչը։ Մարդը կարող է անկեղծանա կոմոդ, կարող է եւ չանկեղծանա, բայց ամենայն դեպս որ եկավ դատարանի մոտ, դատարանի առջև կանգնեց, այդտեղ հնարավորությունները ավելի մեծ են, որ դատավորը ըստ էության հասկանա խնդիրը։ Երաշխիք է կարճ ասած, բայց ինքը բան չի, որ բոլոր դեպքերի համար չի։ Ֆորմուլա չի, էլի, sense որ բոլոր, բայց ընդհանուր առմամբ մասնակցությունը, անձամբ ներկայանալը դատավորի մոտ, արդեն իսկ որոշակի հնարավորություններ է տալիս դատավորին անմիջականորեն, ոչ թե այնց հեռավար կամ հեռակա դիմումի տեսքով խնդիրը հասկանալու եւ լուծելու, պատշաճ լուծելու։ Չներկայանալու խնդիրը շատ բան է։ Գարդիականը մանավանդ քրեական գործի ըստեյության դուրս չեն գալի։ Ես վերջում այդ կար Մարտիրոսյանի մոտ, այդ բանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի Վերմիշյան չէ գալի ոչ մի ձև։ Ծաղկել էր դեշ որ ասել են բռնեք բերեք, ասել են չէ որ Եվրոդատանի որոշումով խոշտանգման տարապարակում, դի Բերմանի որոշումը պարտադիր լինի, որ գոնե կարողանաք կամերից Բերմանով ասում դերեք խնդիր չկա, կամերից կանեք ստիպով, բայց առանց Բերմանի որոշում։ Այս պաշտպան ունի, չէ։ Չի գալի նիստերի, չեմ դերում կամերից։ Ինքը չի գալի պաշտպանը, բայց գալիս, հա։ Հիմա դեռ խնդիր է տենում դատանը պարտադիր ուզում մասնակցել։ Եթե Բերման որոշում գրել, թե չգրելու, քրեակատարական հիմնարկից ասին առանց Բերմանի որոշումը մենք ուժով չենք կարող իրան անենք։ Բայց եթե չի գալիս, ինձ թվում է կարող առանց այդ Բերմանի քննել լուծել։ Չաներ բանը։ Ըստ էության լուծել։ Հերական վարույթ։ Ըստ էության բանը, միջնորդական իրավարույթ վերմիշ։ Այդ դեպքում Բերմանը բայց վերեց։ Բերման գրեց վերեց։ Ես իմ մոտ գալիս էին դատարանի շենք, չէի բարձանում վերև, ընդ որում բանդայի գործը 3 տարի էլ քննեցի, բանդայի անդամներից մեկը ցուցմունք էր տվել մյուսների վրա։ Հիմա նիստերի դահլիճում նույնիսկ երևում է, որ փորձում են սրա վրա ներազդել, որտեղ այլ իրավիճակներում առանձին են բանում են Երևան կենտրոն քրեակատարական հիմնարկները, հա, առանձին են բանում, մյուսներին ու Վարաշենից են բերում։ Հիմա սա այդ բարձրանալու հետ կապված խնդիրը չէր ուզում նիստերի դահլիճում գտնվել, բայց դե դատախազին էլ, ասենք, ոսկու նման կարևոր անձնավորություն է, ցուցմունքները շատ կարևոր են։ Արձանագրեցինք, որ ուղեկցողներ եկան, որ փորձում ենք ներքևից բարձրացնենք վերև դատական նիստերի դահլիճ, չէ, չի գալիս, չի բարձրանում։ Հիմա դա ինքն էլ չկա, որ դատական սանկցիան չպատճառ չես կարող կիրառել, չէ։ Բերեցինք զեկուցեց, որ այսպես է բերել ենք ուղեկցողներով տեղափոխել ենք դատանի տարածքում ամենախցումը, բայց հրաժարվում է, ֆիքսեցինք, որ դատական բան անարգալից վերաբերում դատանի նկատմամբ, դատական սանկցիա կիրառել, նախազգուշած այն ժամանակ, դե չգիտեմ, հիմիկվա քաղաքավորումը ոնց է, այն ժամանակ պետք է մի հատ մինչև դատական նիստերի դահլիճից հեռացնել է, մի հատ այլ խափա միջից կիրառել, հա։ Մասնագիտացել ենք արդեն այդ սանկցիաները, որտեղ շատ էր լինում։ Ասենք փոխանցեք, որ իր նկատմամբ նախազգուշացում կիրառվեց եւ դատանը պահանջում է, որ վերստին գա իրավունքից օգտվի, նիստին մասնակցելու իրավունքի մասին։
Գնաց եկավ, ասես մեկա չի գալիս։ Դե որ չի գալիս, ուրեմն դա ինքը փաստացի նիստերի դահլիճում չի։ Բայց այլ տարբերակ չկա։ Նիստերի դահլիճից հեռացում 15 ժամ ժամանակով Ինչև ավարտեցիք։ Գործներ գնաց ավարտվեց, էլ վեճ չկար, հա, բնականաբար ճարերի փուլում էլի նորից իրավունքը վերականգնեցի, եկավ, ասացի, պարզաբանեցի, որ սենց է ճարով հանդես գալու իրավունք ունես, բայց պաշտպանները դա բնականաբար մասնակցում են հեռացման դեպքում պարտադիր մասնակցությունը դառնում, նույնիսկ եթե հրաժարվել են իրավունք չունեք ընդունել։ Այսպիսի հրապարակեցիք, հա, ցուցմունքը հա հրապարակեցի, որ բերեցի դատարան այդ համապատասխան փուլում դրա հետ կապված է նաև դիրքորոշում ճշգրտեցի, որ սենց հրապարակել է պնդում են չէ պնդում կարող ցանկություն կա լրացուցիչ ցուցմունք տալ։ Այդ ամեն ինչը անում ես այդ ժամանակի ընթացքում առանձնապես բարդություն չկա։ Ինչ տրամաբանություն աշխատացնում ես, որ դատական սխալներ թույլ չտաս 3 տարվա աշխատանքը ջուրը գնի, անցնում ես արդյոք։ Եղել է նաև որ խորհրդակցական, ոնց որ պետք է մտնեի արդեն խորհրդակցական սենյակ, ինչ որ գողական էր, ինչ էր այդ հեղինակություններ, երևի կռահել էր, որ պետք է ավարտեն այդ օրը, դահլիճ չեկավ, էլի նույն տարբերակով իր բացակայությամբ սանկցիա կիրառել է, հրապարակմանը գոնե պետք է բերես հեռացվածի։ Հիմա այդ էլ ֆիքսվեց, արագ հրապարակեցի ու եզրափակիչում, այն ինչ որ հրապարակել է դատական ակտը չունեի։ Գրավոր տարբերակով, չգիտեմ, ԿԿՀ-ի պետի միջոցով, պաշտպանի միջոցով, օրինակը դա պետք է տասի է։ Ստացվի, որ գոնե հրապարակման վերաբերյալ տեղեկացված անձ է, դահլիճում ներկա չի գտնվել, բայց այդ իրավունքը ինչ-որ մի կերպ կարողացել է։ Այս բերմային ընտանքելն էլ ախանջի, պարոն Վարդանյան ԿԿՀ-ից, որ մտնեն խցից անեն քաշշելով բանալով։ Ես առաջ անգամ եմ լսում այդ Ոչ տարբերակ չկա բերելու, ոնց բերես։ Չի բերելու։ Շատ կարևոր քնի չեն գնի, կարողացան չեն հիշում։ Ինչ անում է, որ չեն հիշում։ Այդ միջև նախարար բանը Չերտիկա, բայց որ բերմանով բերես դատարան, ես առաջ անգամ եմ լսում։ Ես մի անգամ իշնորդել եմ դատարանը մերժեց։ Ասում եմ, որ Եվրոդատանի որոշումն է, թե առանց որոշման հուսասան խցից խոշտանգման տարել է պարոն։ Ասենք լավ որոշում կա դատարանը բավարարեց բերմային, բայց որ չի գալի։ Մտնեն խցից, նա ոստիկանները չեմ էր կարծում, որ ձիավարսան։ Ուղեկցողները չեն սատնում, ԿՏ աշխատողներ համեն միջև են ուսարկման վայրը, դայից ուղեկցողները Այդ եմ ասում, հա։ Որ չի գալի։ Ծորը բան։ Կասեն որոշումը վերաբերվում է այդ բանի ոստիկան ուղեկցող։ Նա ԿԿ է որ Համատեղ բերմային ընտանիքները։ Մի հատ ունեի ռեսեպցիոնը տենց ընկեր փոխանցումով։ Լավ, ուրեմն խափամիջոց կիրառելու կամ ժամկետը երկարացնելու միջնորդության դատալսումներ մասնակցելու իրավունք ունեն հսկող դատախազ, մեղադրյալի պաշտպան եւ օրինական ներկայացուցիչը։ Դե բնականաբար եթե պարտադիր մասնակցության մասին է, այդ իրավունք չի արդեն պարտականություն է դառնում, չէ՞, պաշտպանի պարտադիր մասնակցության, բայց հսկող դատախազ եւ օրինական ներկայացուցիչը բնականաբար նրանց իրավունք, այսինքն իրենց բացակայությամբ կարաս հանգիստ քննարկես եւ լուծես, բայց ինքը նաեւ պարտականություն է ստեղծում դատարանի համար, որ պետք է նիստի վայրի եւ ժամանակի վերաբերյալ ծանոթվի։ Հետո կարող ասի շոշափում էլ այդ պարտադիր մասնակցությունը դեպի արձագանք որ ասենք։ Որը պաշտպանի պարտադիր մասնակցության հետ ոնց որ խնդիրներ կան։ Որ ասում բոլոր դեպքերում ոնց որ Սկզբանե պաշտպան ձերբակալման բանը որոշում արձանությունը հայտնելուց կամ անձին մեղադրյալ ներկայացնելու պայծ պաշտպան մասնակցություն պարտադիր բոլոր դեպքերում սուպեր պաշտպան պարտադիր քրետապտումից սկսեցի անձին նկատմամբ պաշտպան մասնակցություն պարտադիր մասնա պետք է իր ներկայացում հրաժարվի Այսինքն պաշտպան բերես հրաժարվի, հա։ Հանրային պաշտպանի գրասենյակ, եթե այդպես է, պետք է գոնե եթե կոնկրետ անձի Եթե անձամբ ցանկություն չի հայտնել իր ընտրովի պաշտպանի ներգրավելու, ինչ որ անունը չի տվել, բնականաբար հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը գերծանրաբեռնվել է։ Պետք է շատ ասել, հիմա ոնց է, քնիչը մեղադրանք առաջադրում կամ ոնց կարող ասի լավ ինչ պաշտպան, ինչ որ անել նույնը, բայց եթե բերի են սկզբից, ինչ
Ինչ է խնգանտոնը որ օգուտան դաշտի դա, իսկ դիքը պաշտպանի Այս օրենսգրքերի հետ կապված բավականին ծավալուն աշխատանք է կատարվել, բայց կարծում եմ մեր ռեսուրսների հետ կապված մի խնդիր է հնարավոր չի sense օբյեկտիվորեն ապահովել։ Եվ պաշտպաններ եւ քննիչներ։ Ամեն ինչ։ քննիչներն են շարժ։ Ապա շենքերը քննիչ։ Ապա շենքը քննիչ։ Այս միջդատականով էլ արդեն որ ես շփվել եմ, խնդիր են ունեն։ Դատավորների քանակը բավարար չի։ Երևան կարող է որը գերակոնիկում է ստուգել։ Հետո ես գիտեք ինչ եմ համոզված, նաև գործաստեղծության քննող դատավորը ինքն էլ պետք է այդպիսի որոշում միջնորդություններ քննարկի լուծի, որտեղ գործաստեղծության լուծելուց անկախ ամեն ինչից դրան անդրադառնալ ես, ընդ որում գլոբալ առումով ես անդրադառնալ։ Եթե դու անձամբ դրա մեջ չես, չէ՞, դու կարող նախադեպերին էլ այդքան տեղյակ չլինես։ Եթե անձամբ կիրառում ես, եւ ոնց որ ժամանակ հնարավորություն է տալիս, որ մեջն ես կարճ ասած այդ բոլոր փոփոխությունների իրավական դիրքորոշումների, իսկ այսպես մենակ գործի տիրույթում վերջնական ակտ կայացնելու չէ, համատեքստում դրան անդրադառնալը մի քիչ ոնց որ խնդրահարության այս մասով։ Չգիտեմ, հաշվի առել են դա թե ոչ, բայց ունենք ինչ որ ունենք։ Նիստի հետ կապված, ուրեմն սա էլ է կարևոր իմանալու համար, ուրեմն դռնփակ են դատական նիստերը նման միջնորդություններ քննարկելու, այստեղ բայց կա բացառություն, ասում է դատարանը կողմի միջնորդությամբ, այսինքն ըստ էության օրենսդրական կարգավորումն է, որ դատարանը իր նախաձեռնությամբ այդ հարցին չի կարող անդրադառնալ, պետք է լինի կոնկրետ միջնորդություն, նիստից առաջ կամ ընթացքում, սա էլ է հետարքի կարգավորում, որոշում է կայացում դատական նիստը դռնբաց իրականացնելու մասին։ Այս երևակայի այդ հնչեղություն ունեցող գործերով է, որ կարելի է այս գործիքակազմից օգտվել, եթե միջնորդություն լինի, կարծում պետք է լինի պաշտպանական կողմից, բայց էսի լավ գործիքակազմ է, որովհետև տեսեք, այդ հնչեղություն ունեցող գործերով, կոնկրետ քո կայացրած որոշումով, մենք էլ տեսնում ես մի աղմուկ, չէ, ու լրիվ կապում են դատավորի հետ։ Հիմա որ գործընթացը տեսանելի լինի, դռնբաց է դատական նիստով շարժվելը, կարծում եմ տեղի շատ ճիշտ լուծում։ Ինչակայում միշտ կարողանում է։ Համատարած անելը իմ կարծիքով սխալ կլիներ, որ դռնբաց լինի, բայց այս գործիքակազմը լավ է։ Որ պաշտպանները իմացան տեղյակ են այդ գործի նյութերից, այդ նախաքննության գաղտնիք երևի 100 գործից մեկով է, որ կարող է պաշտպանին էլ, չէ, կողմին էլ նախազգուշացնել, որ այս տվյալները բացառիկ բաներ է, էլի պետական գաղտնիքի հետ կապված թեմա, չէ, նախաքննական գաղտնիք։ Այդ լավ պատրվակ է շատ դեպքերում, որ նյութեր չեն տալիս, մինչև գործը չկասեցվի, վերջնական որոշում չկայացվի, կողմերը ընդհանրապես գործի նյութերից տեղյակ չեն։ Ամենալավ հիմնավորումն է, նախաքննական գաղտնիքը տվյալները այս բան չեն։ Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարում, վերջում նայում ես, բան չկարած։ Բայց այդ մի տարվա ընթացքում ինչ-որ վիրտուալ իրականության մեջ բազմաթիվ գործողություններ են կատարվում ու կատարվելու։ Նույնիսկ ավարտվածի մասին շատ դեպքում չեն ասում, չէ, ասենք կատարվելիքը օրինակ կարող օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվում, օրինակ դժողին դրա մասին չեն ցանկանում հայտնել, չէ, իր նկատմամբ չէ, գործով ինչ-որ այլ անձի, արտահոսք չլինի։ Սա տրամաբանություն կա չհայտնելու, բայց ավարտված գործողություններով օրինակ ինչ գործողություններ են կատարվելու, դժողը իրավունք չունի տեղեկանալու նախաքննության ընթացքում, մինչև կասեցում կարծում ունի։ Կոնվենցիոն իրավունքն է, որ այդ process-ին ապացուցման ինքն էլ է մասնակցում, չէ՞, մեղադրանքի կողմում է հանդես գալիս, աջակցում է նախաքննական մարմնին, որ օբյեկտիվ լրիվ բազմակողմանի քննություն է։ Եթե պետքա ոչ մի բան չանի, վերջում ծանոթանա, չէ՞, արդեն ժամանակավոր է բառը։ Հա, հեսա դրան է ուզում, դատալսումներից նախ առաջինը բացատրություն է տալիս մեղադրանքի կողմը, այսինքն դատավարական ձևն է նաև ելույթի ֆիքսվում, որ բացատրությունների տեսքով է, չէ, հիմա չունենք, որ բացատրությունն է տալիս, ասում ենք, դու քոնը, ասա միջնորդությունը ներկայաց, դու առարկություններդ ներկայացրել, բայց ելույթի դատավարական ձևակերպումը բացատրություն տալու։
Ուրեմն այդ հաջորդականությունն է կարգավորված, որը մենք պրակտիկորեն կիրառում ենք, չէ՞, եթե միջնորդություն ներկայացնողն է, բնականաբար ինքը պետք է առաջինը ներկայացնի, որ դրա հակափաստարկներն էլ լսես կարողանաս լուծում տալ։ Կողմերը միմյանց դատանը նաև կողմերին հարցեր տալու իրավունքն է։ Այս է կարևոր, որ հիմիկվա կարգավորումով ընդհանրապես գալիս այդ կարգավորումը չկա, չէ՞, որ շատ դեպքերում դատավորներս էլ են ասում, դուք հարց տալու իրավունք չունեք։ Եթե հարցել գնում է դատարանի միջոցով վերահասցեագրվում է մյուս կողմին, ինչը որ չգիտեմ ժամանակատար է, ավելնոր ժամանակ է դրա վրա գնում, վեճի առարկա է շատ դեպքերում, չէ, ինքնաբացակի հիմքեր է ստեղծում, որ սկսում են ասել, որ այն դու չթույլատրեցի, որ ես հարցը տամ։ Բայց ինքը նաև գործուն միջոց է, որ անմիջականորեն կողմը կարողանա հարց տալ, որովհետև եթե միջնորդություն է ներկայացրել, չէ, մի բան կարող է հարց չի, հստակ չի։ Դե չկա դրան, ռիսկայնությունը ինքն է գրում, հետևաբար դատարանը դա կարող է արդեն դատական ակտ կայացնելուց, եթե կարևորում է այդ հարցի պատասխանը, ասի նա, իստի ժամանակ չկարողացավ մեկնաբանություն տա, դնի միջնորդությունը մերժի։ Այստեղ ռիսկայնություն կա, էլի, պարտականություն չի ամենայն դեպս, բայց եթե դու միջնորդություն ես ներկայացրել, նաև պարտավոր ես, չէ, հիմնավոր ես դրան։ Չէ, մյուս կողմ, ասենք, պաշտպանը քննիչին հարց տա, որպես միջնորդություն ներկայացած, ասենք, քննիչը դասի չեմ ցանկանում։ Հենց է դա։ Բայց դե քննիչն է միջնորդությունը ներկայացրել, չէ՞, ինքը այդ միջնորդության տերն է, ու պետք է հասնի նրան, որ բավարար է ըստ էության։ Հիմա եթե չի պատասխանում դա էլ, ասենք, վճռորոշ բան է, հարցի է վերաբերում, միջնորդության լուսման տեսանկյունով, արդեն դատարանը խորհրդակցական սենյակում բնականաբար դրան կանդրադառնա ու միգուցե նաև նպաստի, որ բռնի մերժի միջնորդությունը։ Այսինքն դատավարական շահը փաստորեն դու իրավունք ուներ, հնարավորություն ուներ պատշաճ ներկայացնելու, չներկայացրեցիր, հիմա այսպես կարա մեկնաբանվի։ Կողմերը իրավունք ունեն դատանի ներկայացնել վարույթի առարկային վերաբերելի նյութեր։ Այստեղ տարանջատվում է վերաբերելի եւ ոչ վերաբերելի, կարգավորումը հետեւյալն է, եթե ոչ վերաբերելի է դատարանը ըստ էության պարտավոր է գծել ուրեմն գործի նյութերին, վարույթին, բայց դա քննության չի արժանի։ Այսինքն սա իմաստը նա է, որ միգուցե դատարանը սխալվում է, որ սա վերաբերելի չի, վերադաս դատական ացանում արդեն դատական ստուգման ժամանակ դատարանը մի հատ նայի, վերաքննիչ դատարանը, ինչ նյութ է ներկայացվել, որքանով է վերաբերելի եւ ոչ վերաբերելի, ու դրա համատեքստում նաեւ ստուգի է դատական ակտի իրավաչափությունը։ Նաև առանձին կարգավորում, որ եթե վերաբերելի նյութեր են ներկայացվում դատարանին, բնականաբար կողմը դրան ծանոթանալու համար պետք է ժամանակ ստանա, որոնց ողջամիտ ժամանակ, դեռ արդեն տեղում կարած կողմը ոչ լսելի, ծավալով պայմանավորված, այդ հավասարության սկզբունքը նաև մրցակցության սկզբունքը երաշխավորելու ուրեմն գործիք է։ Ընդդատության հետ կապված կարգավորումը կարծես թե պահպանվել է, ասում դատական երաշխիքների ընդդատիայի միջդատական վարույթ իրականացնող նախաքննական մամլի նստավայրի դատարանը։ Սա ընդհանուր կանոնն է, առանձին բացառություն կա, որ ասում է բացառիկ դեպքերում նաև համապատասխան վարույթային գործողության կատարման վայրի դատարանին, բայց տալիս է նաև պայմաններ, եթե դա չի հանգեցնի վարույթի մասնակիցների իրավունքների եւ իրավաչափ շահերի չարդարացված սահմանափակման, այս շատ դժվար է հիմնավորել, որ ասենք օրինակ Երևան քաղաքի դատարանը չի սանկցիան տվել է օրինակ, չգիտեմ, Սյունիքին է, հիմա դրանով որքանով է իրավունքներն ու իրավաչափ շահերը սահմանափակվել, ընդ որում չարդարացված կերպով։ Օրինակ դեպքում Սյունիքում գործեք կանակացան Քննչական գործողությունների տեսանկյունով այս ընդհանրապես խնդիր չկա, բայց կալանքի բանի հարցի հետ կապված հիմա կարող է լինի օբյեկտիվորեն այդպիսի վիճակ, ձերբակալված օրինակ Սյունիքում է գտնվում, հիմա նախաքննական մարմին ՀԿԿ քննության վարչությունն է, հիմա ոչի բերելու միայն չէ կալանքի հարցը քննարկելու համար այդ անձին էտապավորեն բերեն Երևան քաղաք, որ ստեղի դատավորը հատկապես տա ու դատավարական նորմը դրանով պահպանվի։ Նպատակահարմար է այն բացառիկ դեպքերից է, որ հենց Սյունիքի, չէ, մարզի դատարան այդ հարցը միջնորդությունը ներկայացվի քննարկի դատավորը դատավոր է, ինչ տարբերություն Երևան քաղաքի դատարանն է, թե
Ժամկետների խզում ալինում, դա կալանքը մերժելու հիմք է։ Պլյուս ձերբակալման ժամկետն էլ կարող լրանա արդեն ոչ իրավաչափությունը անդրադառնում է կալանավորման վրա, ոչ թե հիմիկվա կարգավորման նման է, որ տարանջատված, այլ ուղղակի կապ կա։ Եթե ոչ իրավաչափ է, հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալված անձի եւ ձերբակալումը, բնականաբար կալանավորումն էլ է ոչ իրավաչափ, մերժման ենթակա միջնորդություն։ Ինչ հարցեր է քննարկում դատարանը խափամիջոցների կիրառման վարույթում։ Խափամիջոցի կիրառման եւ դրա ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը եւ իրավաչափությունը, ավելի մեմ խափամիջոց կիրառելու հնարավորությունը եւ ձերբակալման իրավաչափությունը, եթե տվյալ անձը բնականաբար ձերբակալված է, այսինքն սկզբնական կալանավորումն է վերաբերում։ Այս սկզբունքը կա, հիմա պրակտիկայում էլ կիրառում ենք, չէ, Եվրոպական կոնվենցիայով համաչափության հետ կապված հարցեր, եթե ավելի մեմ խափամիջոցների կիրառմամբ կամ դրանց կոմպլեքս զուգակցված կիրառում հնարավոր է պատշաճ վարդակից ապահովել, բնականաբար կալանքի մասին խոսք լինել չի կարող։ Այդ անհրաժեշտություն իրավաչափություն էլ վերցված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի ձևակերպումն են, տերմիններն են ըստ էության։ Որոշումների տեսակները միջնորդության քննության արդյունքներով մերժելու մասին, եթե անհիմն է, բավարար չափով հիմնավորված չի, մասնակի բավարարելու մասին, այստեղ կարող է ժամկետայինի հետ կապված լինի, որ մասամբ բավարարում եւ միջնորդությունը ամբողջությամբ բավարարելու կամ բավարարելու մասին, այդ ամբողջությամբ որ չգրեսել հասկանալի է, որ ըստ էության ամբողջությամբ Մասնակին նաեւ վերաբերում է դեպքին, որ կարող չի զնջում, ընտրում է զարգացումից։ Դատավոր կարող է ընտրի, թե ասում եմ, որ ավելի մեղավոր բան։ Սա անդրադառնալն է։ Կալանքը վերացնելու եւ դրա փոխարեն այլընտրանքային խափամիջոց կիրառելու միջնորդության քննությունը։ Սա այն իրավիճակներն է, որ անձի նկատմամբ արդեն կալանավորումը ընտրված է, պաշտպանական կողմն է համապատասխան միջնորդությամբ հանդես գալիս, ուրեմն նման իրավունք ունեն կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացիչը։ Ընդ որում, այսպես է կարգավորումը, որ միջնորդությունը կարող է ներկայացվել այդ ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 7 օր։ Այս ժամկետը պահպանելը կարևոր է, որովհետև լուծումները մեծամասամբ պայմանավորված են նաև դրանով։ Մերժում ես, թե բավարարում ես։ Միջնորդության պատճեն ուղարկում է քննիչին եւ հսկող դատախազին, այսինքն այս մրցակցությունը դարձյալ փորձում է ապահովել, չէ՞, պաշտպանը միջնորդությունը դատարանը մուտքագրում, պետք է օրինակները քննիչին եւ դատախազին ուղարկվի, նաեւ ծանուցվում են նիստի մասին, օրվա ժամի։ Դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ եւ 5 օրվա ընթացքում նշանակում դատական նիստ։ Այստեղ այդ 5 օրվա ժամկետը ինչի է տրվել, մարդը փաստացի արգելանքի տակ է, դատարանի որոշումը կա, այսինքն այստեղ առանց դատարանի որոշման արգելանքի տակ գտնվելու խնդիր չունենք ըստ էության։ Մերժման վարույթը մերժելու մասին որոշում է կայացնում, դեպքերը սահմանափակ են, իրավիճակները, ասում է, որ այն չի ներկայացվել պատշաճ անձի կողմից կամ ներկայացվել է ոչ պատշաճ ժամկետում, այս 7 օրը, եթե խախտել է, բնականաբար վարույթի հարուցումը մերժում է կամ պատշաճ անձ, հիմա այն դատավարական կարգավիճակը պաշտպանի օրինակ պատշաճ ձևակերպված չի, նման միջնորդություն է ներկայացել, այլ իրավիճակները կարծում եմ չկան այս դեպքում։ Ասում եմ, եթե դրանում չեն ներկայացվել կալանքի իրավաչափությունը վիճարկող, այլընտրանքային խափամիջոցի կիրառման հնարավորությունը հիմնավորող նոր էական փաստարկներ։ Այսինքն էսի միջնորդության որակական կողմի, չէ, որ առերևույթ նայում ես գնահատական է տալիս, նոր էական փաստարկը, թե չէ, ստացվում առանց շեմա դրել, որ այդ շեմից եթե ցածր է կարողանում ես ավելի մեծ է հավանականությունը, որ կբավարարի։ Չէ, տեսեք ոնց է, ինքը ասում է, որ
բոլոր դեպքերում ներկայացրեց, եթե նայում ես առերևույթ այդ ռեկվիզիտները չի պահպանվել, չէ, բավարար հիմնավորումներ չի ներկայացրել, վերադարձնում ես ըստ էության վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում ես կայացնում, տալիս ես այդ կողմին, բայց ինքը նորից էլի նոր փաստարկներով Փաստացի ինքը գնահատում է ներկայացվածը փաստարկը նորը էականա թե չէ, մերժելով վարույթ Դե ինչ որտեղ գնահատում կա, ցանկացած որոշում կայացնելուց դու անկախ ամեն ինչից գնահատման անդրադառնալու ես չես կարող, բայց շեմի հարց է կարծում եմ, որ եթե այնպես է գրած, օրինակ կարող պաշտպանը չի գրել, օրինակ մեղադրյալն է գրել, որ նայում ես ոչ մի հիմնավորում չկա։ Այսի լուծումը, որ առանց բան անես, մերժես վարույթի հարուցումը, վերադարձնես, ինքը միգուցե նոր էական փաստական պաշտպանի արդեն մասնակցության հիմնականում ասում են երկարակ քննվել, այսքան ժամանակալանքի տակա, հետևաբար եկեք Ստացվում է, որ վարույթ ունես, հետո չես կարող մերժել այն պատճառաբանության, որ էական հանգամանքներ և հանգամանքներ չեք ներկայացվել, այս Չէ, Հիմա տեսեք, կարող է իրականում լինի, չկարողանա ձևակերպի ներկայացնել։ Այս գործիքակազմը նրա համար է, որ առանց մերժելու հարուցումը մերժելու որոշում կայացնես վերադարձնես, ինքը արդեն նորմալ է գրի ուղղակի։ Այս է լուծումը, ուրիշ դրան լուծում չկա։ Դե չէ, հիմա էլ աբսուրդային վիճակ է, այս վերաքննիչի մասով եմ ասում, համաձայն չեմ պատժի հետ։ Դե հիմա արի։ Մի քանի հատ վճռաբեկի հա որոշում ունեք, որ հա ընդունի մտի, տես ինչ ես անում, բայց դա էլ աբսուրդի դաշտից էլի։ Պատժի հետ համաձայն չեմ, հիմա մենակ ես կարող տնես վերաքննիչ բողոք քննարկես, որ Ամբաստանյանն է գրում, ինքը կարա Պետրի թղթերագրերը բողոքում են Ես էլ կարող մեղադրյալը գրի, նորմալ չհիմնավորի, թե ինքը ինչի համաձայն չի օրինակ այդ միջնորդությամբ։ Բայց իրականում լավ է հիմնավոր, նոր էական փաստարկները լինել։ Շունի պաշտպան ինքը գրում է, բայց իրականում որ կա ես իրան լսում լավ է քաջողում Դե կարել ես հարցաքննվել Դուք այս նոր էականի հետ կապված եք խնդիր տեսնում, բայց եթե առաջինի մեջ բան չի գրել, երկրորդի մեջ ինչ էլ գրի նոր էական է լինելու, էլի։ Դե որ այդ պետք է գրել։ Կամ է պիտի ունես, քննես մերժես։ Իսկ պետք է արի երևույթ Ձևականը նայես պահածան չունես, կմնես կարող է այդ հանգամանքներին արդեն բնականական չէ վարույթ Տեսեք ինչ է, դուք ունեք դատարանի որոշում, որը այս իրավիճակի մասին է խոսքը իրակալանքի հիմնավորվածությունը դատական որոշման արդենից փաստված է։ Հիմա որպեսզի այդ որոշումը կարողանաս դու վերանայես, չէ, նոր միջնորդություն, պաշտպանական կողմն արդեն ներկայացնում, ըստ էության ասում է որոշակի իրավիճակ է փոխվել։ Պետք է որոշակիորեն դատական ակտից մի քիչ կասկածի տակ դնելու համար նոր փաստարկներ, նորմալ բան պետք է գրի, մենակ չի կարա գրի։ Միակ տարբերակն է, ես ընդունել վարույթ, ասեմ, հա, նոր հանգամանք եղել է, այս դրա էական լինելը և դա բավարար լինելը հետագայում միջնորդությունը բավարարելու համար կստուգեմ Հակառակ բարակեմ, ոնց որ խախտես իր դատարանի առջև կամ իրավունք վարույթ ընդունելու որոշման փաստը, որ ինքը նոր հանգամանք, նոր փաստարկ բերում է Բայց եթե չի բերել, մեջը չկա միջնորդության մեջ նորմալ բան գրված Իսկ մասերտիլ է նոր փաստարկ, իսկ էական Ստե ինձ ընդհանուր այս կարգավորման մեջ այդ քաշքշուկը դուր չի գալիս դատական Ընդհանուր առմամբ էսի վատն է, բայց սա նայա, իմաստը նայա, որ միջնորդությունը գրելուց քիչ նորմալ գրեն, որովհետև կա դատական ակտ, որի իման վրա անձը գտնվում է փաստացի չէ անազատության մեջ կանոնավորված է։ Հիմա որ կարողանաս դա հաղթահարես, մի քիչ պետք է ողջամիտ մի քիչ իրավաբանություն պետք է մեջը լինի։ Մի փոքր գոնե էլի։ Նույն բանը չգրեն ու Կամ փաստարկներ պետք է լինի օրինակ։ Երկրորդի տնեց ձևակերպել, որ ավելի հստակ լինել ռեկվիզիտները չպահպանելու դեպքում վարույթ չեմ ընդունում, ոչ թե փաստարկները գնահատման արդյունքում վարույթ չեմ ընդունում։ Ախր ունես դատական ակտ է, դրա համար է շեմը դրած։ Դու ունես ուղի մեջ գտնվող դատական ակտ, որը արդեն իսկ ինքը չես կարող կասկածի տակ դնես։ Հիմա եթե ինքը վիճարկում է, պետք է մի քիչ շեմը բարձրանում է, հա, ինչ որ ասենք օրինակ հիվանդության հետ կապված, չէ, լուրջ ինչ-որ փաստարկ պետք է բերի, ապացույցներ հետը, որ կարողանաս բանը։ Եթե գրում է, որ ես հիվանդ եմ, լավ չզգացի, շտապօգնությունը կանչեց։ Հիմա մենակ դրա հիման վրա Ես պետք է ընդունեմ, ասեմ, հայ նոր փաստարկ կա, էական է, որ Իմ սրտով չի այս գործընթացը, եմ ասում, քաշքշուկ նոր էական է, որ ինձ ստիպում
դեպքում ես սա վարույթ ընդունեմ, բայց մերժման տարբերակում էլ ինքնին այդ փաստարկը բավարար չի, որ ես Չէ, նոր էականին չեք անդրադառնա, ուղղակի գրեք, որ այս ձեր ներկայացվածով բավարար չէ, իրավաչափությունը ես չեմ կարող կարծես վարույթ հարուցեմ, էլի նորմը չեք փաստարկել, չեք հիմնավորել ձեր միջնորդությունը, այն դեպքում որ կա դատական ակտ ուժի մեջ գտնվող։ Ես հակառակն եմ նորա էականա ու ընդունում եմ։ Հիմա որ ես փաստեցի վարույթի որոշմամբ նորա ու էականա, միակ տարբերակը որ հետո կկարողանամ մերժեմ, այնա որ նորա էականա, բայց բավարար չի։ Կարող գրեմ որ առերևույթ նոր կամ առերևույթ էական Sense պետք է գրեք էլի, բայց ինձ թվում է չպետք է կաշկանդի, հակառակ դեպքում իմաստազրկվում է, դուրս է գալիս միանգամից կարելի է իսկի նիստել չանել, այս որոշումով միջնորդությունը բավարարել, անցնել առաջ։ Եթե գտել եք նորա էականա, բավարարել եմ։ Մենք լուրջ բաներ ենք հաղթարել, որ գրում ենք գրավ, չէ, հետո կալանքը փաստում ենք, հետո անցնում ենք գրավի, ինձ թվում է այս մասը կհաղթարել։ Պրակտիկայով, էլի, չէ, գրում ենք որ կալանավորման հիմքերը ամրագրված է, ուղղակի տարբերակ չկա, կա առկա է, հետո ասում ենք բայց ու գնաց, գրավն ենք հիմնավորում։ Հա, ինձ թվում է այս իրավիճակը մի քիչ ավելի մերում, ավելի հեշտ կհաղթահարվի։ Չպետք է կաշկանդի ամենայն Տվյալ միջնորդության քննության արդյունքներով դատարանի կայացվելի որոշումները միջնորդությունը մերժելու մասին, եթե փաստում է, որ կալանքի իրավաչափության եւ անհրաժեշտության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել, այսինքն նախորդ դատական ակտի վրա ոնց որ թե հղում է անում, որ կա այս ամեն ինչը չկարողացար պատշաճ կերպով դու վիճարկել, միջնորդությունը մասնակի եւ ամբողջության բավարարելու մասին ու ընդհանուր, թե չեմ սխալվում, 5-6 իրավիճակ է, բոլորիս հայտնի է, առանձնապես այստեղ Գյուտի կամ աչկա առերևույթ, ինչ? Միջնորդությունը բավարարելու մասին, եթե բացի։ Չէ, պաշտպանինն է։ Պաշտպանն է միջնորդություն հարուցող, էլի, ոչ թե քննիչն է։ Առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող որևէ հանգամանք, ողջամիտ կասկածի կամ հիմնավոր կասկածի, ուրեմն չի հաստատվում հիմնավոր կասկածը, սա է նոր բան, առկա է մեղադրյալի կյանքին սպառնացել վտանգ եւ չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը։ Այս ծանր հիվանդությունների հետ, կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների հետ կապված փաստարկներ կամ դատան հանգում է հետևության, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած այս է, որ ձերբակալում է, եթե ոչ իրավաչափ է, չէ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով, միաժամանակ ինքը հանգեցնում է միջնորդությունը բավարարելուն եւ անձին արգելանքից ազատ արձակելուն։ Մյուսը վերաբերվում է այլ համաչափ, առավել համաչափ խափամիջոցների կիրառման, ասում դատանը հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը այլևս հնարավոր է ապահովել ավելի մեծ խափամիջոցի կամ խափամիջոցների համակցության կիրառմամբ, ու նաև մեկ այլ հանգամանք, որը ոնց որ նախորդ կետից է բխում, պայմաններին է վերաբերում խափամիջոցի։ Հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդված խափամիջոցի առավել մեծ պայմաններով կիրառմամբ, օրինակ առավել կարճ ժամկետով կամ մեղադրյալի համար առավել բարենպաստ պայմաններով։ Այնտեղ օրինակ, չգիտեմ, այդ բնակավայրից բացակայելը 12 ժամը մինչև օրինակ 6 ժամով է գտնում։ Կամ սահմանի քրտերում սահմանն է մեղադրել։ Ինչ? Բարենպաստ պայման սահմանով ուց։ Այս ձեր ասած կետն է, որ դատարանը ինքը կարող է սահմանել, ասում եմ, եթե կալանքը վերացնելով, օրինակ միջնորդությունը այդ բովանդակությամբ, որ վերացնել ինքը կոնկրետ խափամիջոցի մասին հուշում չի տալիս դատարանի, որ այս խափամիջոցները խնդրում եմ քննարկել։ Ասում եմ, զուտ վերացնելու պահանջ միջնորդությունը ներկայացվում, դատարանը գալիս է հետևության, որ այդ միջնորդությունը իրավաչափ է, անհրաժեշտ է կիրառել այլ ընտրանքային խափամիջոց կամ դրանց համակցությունը, ապա սահմանվում է կիրառվող խափամիջոցի տեսակները կամ
պայմաններ, տեսակները եւ պայմանները։ Բարոցես։ Ու խափամիջոցի հետ կապված առանձին կարգավորում, ասում է, այս էտապավորման հետ կապված միջազգային իրավական համագործակցության, ասում է, եթե խափամիջոց կիրառելու մասին որոշումը կայացվել է առանց մեղադրյալի մասնակցության, կատունի հետախուզման, իրավազորության ներքո կալանավորվելուց հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է նրան դատարան ներկայացնել այս փոփոխությունը, որ 72 ժամվա փոխարեն դարձել է 48 ժամ, ու նաև այնտեղ կարգավորում ունենք, որ ոչ թե արդեն վճռավել դատարանի իրավական դիրքորոշման, բայց կալանավորման ժամկետը հաշվարկելու հետ կապված, որ արտերկրում այդ էտապավորման համար գտնվելու ժամկետը կալանքի ժամկետի մեջ չի հաշվարկվում, բայց շնորհքան պատմուշ նշանակելը հաշվարկվում։